Հայտարարագրման գործընթացը քաղաքացիներին այս օրերին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկն է։ Շատ մասնագետների կարծիքով սա այս իշխանությունների մարդկանց գրպանը մտնելու հերթական քաղաքականությունն է։ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը եւ իր գործընկերները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ուղևորվում մարզեր եւ իրազեկման լայնածավալ հանդիպումներ իրականացնում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը եւ ինչ խութեր ունի։ Բոլոր այն մարզերում, որտեղ այցելություններ են ունեցել քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը, փաստի հետ զրույցում ասել է Սարգսյանը։ Մարդկանց շրջանում հիմնական մտահոգություններն առաջանում են լրացուցիչ ծախսերի, հարկերի, ընդ որում չհարկվող գործարքներից հարկերի մասով, որոնք պետք է առաջանան այդ թվում օրենքների բացերի պատճառով։ Մտահոգությունները շատ են նաև բանկային գաղտնիքի այլ անձանց տրամադրման մասով, որովհետև հայտարարագիրն ինքնուրույն լրացնելը բավականին բարդ գործընթաց է, նշում է Սարգսյանը։ Դեռ շաբաթներ առաջ էին կանդրադարձել այս գործընթացում իշխանության կատարած հետքայլերին, ժամկետի երկարաձգում, էլեկտրոնային ստորագրության վճարի չեղարկում, մինչև 300,000 դրամ եկամտի չհարկում, որն ի դեպ ամենավիճելի հետքայլերից էր եւ ըստ փորձագետների իրականության մեջ ինչ որ առումով թակարդ պարունակող։ Հայաստանը ես եմ նախաձեռնությունն իր գործունեությունը սկսեց հետեւյալով՝ ստիպել պետական գերատեսչություններին աշխատել, նրանց պարբերաբար ուղարկելով առաջարկ պահանջներ, 18 առաջարկ ենք ներկայացրել, որոնցից մի մասը դրական արձագանքի է արժանացել, որ այո կփոխենք, բայց որևէ բան չեն փոխում, ընդգծել է Սարգսյանը։ Գույք հարկի բարձրացում, եկամուտների հայտարարագրում, աղբահանության վճարի թանկացման քննարկում, օրենսդրական փոփոխություններ, որոնք վնասելու են բիզնեսի գործունեությանը, շարքն անվերջանալի է։ Իրենք խնդիր ունեն բյուջեի պլան կատարելու։ Մոտավորապես 1 ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայտարարագրումը մինչև նոյեմբեր ամիսը հետաձգելու մասին, բայց առարկայական քայլ չի կատարվել։ Եթե երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, որ օրենքի տեսք ստանա, հասարակության հետ միասին շատ ավելի ենք ճնշումը մեծացնելու, եզրափակել է Նայիրի Սարգսյանը։